ցավոք սրտի կարծես թե մեր հանրության համար խաղաղ պայմաններում այդ զոհերի դեպքերը իսկապես դարձել են հերթական։ Նրանք պետք է հրաժարվեն մասնակցել ընտրությունից, եթե իշխանությունը որևէ պատրվակով չի գրանցում դիցուք ուժեղ Հայաստանին, որը ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում առաջատար ուժն է։ Այլևս չունեն որևէ այլ տարբերակ, քան իրենց կենսունակությունը փնտրել հանրային սրացումներ խթանելով։ Մենք ուզում ենք ապրել եւ շարունակել ապրել այն մթնոլորտում, որն օրինակ Դավիթ Մինասյանի շուրջ էր, թե մենք ուզում ենք փոխել մթնոլորտը, հասկանում են, որ պարտվել են հանրությանը, պարտված են հանրությանը, հետեւաբար պետք է փոխել այդ հանրությանը։ Այլ իշխանությունը ամենևին չի նշանակում կախարդական փայտիկով ինչ-որ իշխանություն, որը գալու է եւ շատ արագ լուծելու է բոլոր հարցերը, Հայաստանը վերածելով ինչ-որ երանելի մի տարածության եւ պետության։ Որևէ արդյունք չեն բացառում, առավել եւս իշխանության վերընտրությունը։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Բադալյանն ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ զինվոր է մահացել։ Նարեկ Հակոբյանը 19-ամյա։ Ցավոք սա դեպքերից միակը չէ, բազմաթիվ անգամներ այսպիսի դեպքեր մենք լսում ենք եւ տեսնում ենք, բայց արդյոք սա մենք պետք է դիտարկենք որպես հերթական դեպք։ Օրինակ այս իշխանության այդ հորինած, այսպես կարծեցյալ խաղաղության հիմնական փաստը որն է, սահմանին զինվոր չի մահանում, բայց այս այլ հանգամանքներում մահացած զինվորների մասով լռություն է, ինչու։ Իհարկե ցանկացած մահվան դեպք չի կարելի դիտարկել հերթական, բայց ցավոք սրտի կարծես թե մեր հանրության համար խաղաղ պայմաններում այդ զոհերի դեպքերը իսկապես դարձել են հերթական, որովհետև մենք տեսնում ենք դրանք չեն արժանանում մեծ հասարակական ուշադրության եւ առավել եւս չեն արժանանում ուշադրության այն քաղաքացիական իրավապաշտպան շրջանակներում, որոնք մինչեւ այդ պայմանական մինչեւ 2018 թվականի իրադարձությունները բանակում անգամ ոչ մահվան դեպքերում, նույնիսկ եթե լինում էր ինչ-որ բռնության դեպք առանց մահվան ելքի, շատ մեծ ուշադրության եւ աղմուկի էին արժանացնում։ Իսկ հիմա մենք տեսնում ենք այդ նույն շրջանակները ճնշող մեծամասնությամբ լռության են մատնում եւ չկա այդ նախկին աղմուկը, չկա այդ ուշադրությունը եւ բացառիկ իրավապաշտպաններ եւ քաղաքացիական կառույցների ներկայացուցիչներ են մնացել, որ հետեւողականորեն շարունակում են այդ թեման պահել ուշադրության կենտրոնում։ Ես սա բացատրում եմ նրանով, ինչը շատ հանրահայտ էր 18-ից հետո անմիջապես, որ քաղաքացիական հանրություն ասվածի մի զգալի մասը պարզվեց, որ պարզապես քաղաքական նախագծի մաս է եւ ներառվեց նոր քաղաքական իշխանության շրջանակ, կամ ֆորմալ իմաստով, կամ ոչ ֆորմալ իմաստով, այսինքն շատերը պահպանել են քաղաքացիական ձևակերպումը, ոչ կառավարական ձևակերպումը, բայց ակնհայտորեն գտնվում են պետական իշխանական քաղաքականության արեալում։ Եվ հետեւաբար այստեղ արդեն բացատրվում է, թե ինչու են բանակում դեպքերը մատնվում լռության։ Բայց կա նաև մեկ այլ շերտ, որը ըստիս շատ կարևոր է եւ գուցե շատ ավելի կարևոր, այն է, որ մեր բանակի հանդեպ այդ աղմուկի պահանջարկը, քաղաքական պահանջարկը, որը իմ գնահատմամբ եղել է ընդհանուր արտաքին դաշտերում, դա հիմա չկա, որովհետև պահանջարկը արկա էր բանակի հանդեպ հանրային լարվածության, անվստահության, մթնոլորտի խթանման պահանջարկ արկա էր, երբ կար Արցախյան հարցը։ Երբ այդ հարցը հիմա չկա, ամենայն դեպս ֆորմալ իմաստով տեսնում ենք ինչ քաղաքականություն է վարվում եւ ինչ հետևանք է եղել, հիմա արդեն բանակի հանդեպ այդպիսի աղմուկի եւ այլնի կարիք բացարձակապես չի զգացվում, հակառակը բանակը հիմա այլ անհրաժեշտություն ունի որպես իշխանության քարոզչության կարևորագույն մի բաղադրիչ եւ մենք տեսնում ենք, որ հիմա նաեւ պլանավորվում է շքերթ անցկացնել մայիսի 28-ին ակնհայտորեն նախընտրական նկատառումներով։ Բայց միջև այդ ասել էին, որ միջազգային գործընկերների հետ քննարկել ենք, որ հանկարծ չդիտարկեն դա որպես ինչ-որ ռազմական ներկայացուցիչ։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ակնկալում է, որ Ադրբեջանը չի դիտարկի որպես ագրեսիայի ցուցադրություն եւ այլն։ Ես կասկած չունեմ, որ նաև ներքին խողովակներով շատ ավելի մանրամասն քննարկված է այդ հարցը, որովհետև եթե պաշտոնական Երևանը հրաժարվում է մարտունակ բանակ ձևակերպումից, այստեղ կասկած չկա, որ ռազմական շքերթի հարցը կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ, որպեսզի Ադրբեջանում թյուրընկալումներ չլինեն կամ Ադրբեջանը առիթ չունենա ինչ-որ բաներ ասելու, որովհետև կրկնեմ, եթե մարտունակ բանակ ձևակերպումը վարչապետի, պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարվում է այլևս շրջանառությունից դուրս
եւ անցնում են պաշտպանունակ բանակ ձևակերպմանը, բարձ հարց է առաջանում, որն է դրա նպատակը։ Եթե դրա պատճառը Ադրբեջանը չէ, ապա որն է դրա նպատակը, ինչու հրաժարվել ցանկացած բանակի համար շատ նորմալ ձևակերպում իցմարտունակ բանակ։ Այս հարցերը բերում են իսկապես շատ խորը մտորումների, թե ընդհանրապես ինչ մթնոլորտ էր փորձ արվում ստեղծել մեր բանակի շուրջ, օգտագործելով այդ խաղաղ պայմաններում մահվան դեպքերը, անգամ բռնության դեպքերը մինչև 2018 եւ ինչու է հիմա լռություն, երբ մենք տեսնում ենք այդ դեպքերի նկատելի աճ, որովհետեւ եթե չեմ սխալվում, նախորդ տարի 2 տասնյակը գերազանցում էր խաղաղ պայմաններում զոհերը եւ հիմա էլ մենք տեսնում ենք, որ այդ ողբերգական դեպքերը շարունակվում են եւ մեծ հաշվով տեսնում ենք, որ դրանք ուշադրության չեն արժանանում ոչ միայն հանրային լայն իմաստով, այլ նաեւ պաշտոնական կառույցները ընդհանրապես արձանագրում են, ցավակցում եւ ասում, որ քննություն է ընթանում ու վերջ։ Եվ շատ հետաքրքիր է, որ ԶԼՄ-ներով, լրատվականներով տարածվում է, այնուհետև նոր պաշտպանության նախարարությունը հաստատում է, այսինքն առաջի ձեռքից էլ ՊՆ-ն չի տալիս այս տեղեկատվությունը։ Ես չեմ կարծում իհարկե, որ հիմա հնարավոր է որևէ բան թաքցնել, այլ հարց է, թե ժամանակագրությունը ինչպիսին է լինում, դեպքեր կան այո լրատվամիջոցներն ավելի արագ են հաղորդում ոչ պաշտոնական հղումներով, հետո պաշտոնապես հաստատվում, բայց նաև չեմ կարծում, կրկնեմ, որ հնարավոր է ինչ-որ դեպք թաքցնել, ըստ այդմ այստեղ զուտ ժամանակագրության հարց կարող է լինել։ Այս իշխանության գործիքներից մեկը դարձել է ձերբակալում կալանավորումը։ Եթե ինչ-որ հակասական կամ ոչ իրենց ուզածով կարծիք է հնչում, պարզապես այդ անձանց մարդկանց ձերբակալում են, հետո կալանավորում, հետո տնային կալանք, հետո բաց են թողնում կամ ձգձգում են դատավարությունը։ Այս վերջի օրերին մենք տեսնում ենք այդ գործիքի կիրառումը ուժեղ Հայաստան կուսակցության դեմ կոնկրետ կանանց։ Ձերբակալել էին կնոջը անդամը ուժեղ Հայաստան կուսակցության, որը ուներ 2 ամսական երեխա։ Այս մասին գրվում է, սա արվում է նրա համար, ցույց տալու, որ տեսեք ընտրակաշառքների դեպքերը շատ են այս կուսակցությունում, որպեսզի հիմք ընդունեն, որ չգրանցեն այս կուսակցությունը։ Ձեր կարծիքով սրա համար է արվում եւ արդյոք դա հնարավոր կլինի անել։ Բարդ է ասել, կգրանցեն թե ոչ կամ արդյոք հավանական է չգրանցելու տարբերակը, ամենայն դեպս ես կարծում եմ չգրանցելու տարբերակը իշխանության համար բավականին ռիսկային է, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ այդ դեպքում գործնականում բոլոր իսկապես ընդդիմադիր ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանում իրապես փոփոխություն իրականացնելով եւ ոչ թե ինչ-որ խաղ են խաղում ընտրական process-ում, նրանք պետք է հրաժարվեն մասնակցել ընտրությունից, եթե իշխանությունը որևէ պատրվակով չի գրանցում դիցուք ուժեղ Հայաստանին, որը ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում առաջատար ուժն է։ Անկասկած է, որ եթե ուժեղ Հայաստանը չի մասնակցում ընտրությանը, բացարձակապես հնարավորություն չկա այդ ընտրությամբ հաղթել գործող իշխանությանը, որովհետև այլ ուժեր ի վիճակի չեն շոշափելի ծավալով ձայներ հավաքել, որպեսզի իշխանության համար լինի լուրջ խնդիր։ Հետևաբար, եթե գլխավոր առաջատար ուժին թույլ չեն տալիս մասնակցել, այստեղ մասնակցությունը որևէ իրական ընդդիմադիր ուժի համար բացարձակապես դառնում է անիմաստ։ Ըստ այդմ պետք է ենթադրել, որ այդ դեպքում արտաընտրական process պետք է ծավալվի եւ այդ process-ի հանդեպ նաեւ հասարակությունը ցուցաբերի իր վերաբերմունքը։ Իշխանությունը վախենում է արդյոք ուժեղ Հայաստանից, ակնհայտ է, որ մտահոգվում է եւ դրան են միտված նաեւ գործողությունները, այստեղ կարող է լինել ոչ թե չգրանցելու պատրվակների փնտրտուք, այլ ավելի շուտ ուժի գործունեությունը, նախընտրական, կազմակերպական եւ այլ հարցերը խոչընդոտելու, կազմալուծելու, դրանց էֆեկտիվության վրա ազդելու։ Երբ ֆունկցիոներները բանտարկվում են, հետապնդվում են, կալանավորվում են եւ այլն, դա բնականաբար խանգարում է աշխատանքի ամբողջությանը, նաեւ առաջացնում է մնացյալ մարդկանց մոտ որոշակի տագնապ, որոշակի անհանգստություն։ Իհարկե կարող է նաև հակառակ էֆեկտ ունենալ, այսինքն մարդիկ շատ ավելի մոբիլիզացվեն, շատ ավելի մոտիվացվեն իրավիճակ փոխելու հարցում, բայց նպատակը ավելի շուտ կարող է լինել հենց այս դաշտում, խանգարել կազմակերպական էֆեկտիվությանը։ Եվ այս տեսանկյունից, եթե չգրանցելը դիտարկենք, ապա վերջին փոփոխությունը, որով արգելվում է անունների օգտագործումը, կարծում եմ դա ավելի շուտ վկայում է այն մասին, որ չգրանցելու տարբերակը, չգրանցելու հավանականությունը շատ ավելի քիչ է, այլապես կդիտարկեին հենց դա եւ ոչ թե անունը չգրանցելու արգելք սահմանելը, եւ նկատենք նաեւ, որ այդ արգելքը եղավ անմիջապես Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, որտեղ
շատ հստակ Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ հստակ փոխանցեց Հայաստանի վարչապետին, որ ակնկալում է Ռուսաստանի բարեկամ ուժերի մասնակցությունը չարգելելու վարքագիծ։ Կարծում եմ դրանից հետո պարզապես այսպես նվազագույն տարբերակով իշխանությունը գնաց Սամվել Կարապետյանի անունը արգելելու ճանապարհով։ Ձերբակալության միջոցով վախի մթնոլորտ ստեղծելու տարբերակներից էր դեպքերից էր մեկը նաև Դավիթ Մինասյանի դեպքը։ Կալանքը վերածվեց Դավիթ Մինասյանի, դպրոցական 18 տարեկան, սակայն Դավիթը այս ամբողջ գործընթացից ունեցավ առողջական խնդիրներ, ուղեղի ցնցում ստացավ, մնաց քրեակատարողական հիմնարկում, հետո հիվանդանոցում, հետո կրկին տեղափոխեցին բանտ։ Այս պահին կալանքը վերացված է, բայց սակայն Դավիթ Մինասյանը ունեցավ հոգեբանական տառապանք եւ այս խնդիրները ինչպես են վերացվելու։ Ոչ մի բանի համար մարդուն պարզապես ձերբակալեցին, հետո կալանավորեցին եւ թողեցին։ Այս դեպքը ընդհանուր առմամբ Հայաստանում հանրային լայն մթնոլորտի խտացված դրսևորումն էր։ Եվ այս դեպքով դիտարկելով սկիզբը, այսպես ասած կուլմինացիան եւ որոշակի ավարտը այս փուլում, մենք կարող ենք պատկերացնել, թե ընդհանրապես ինչպիսի մթնոլորտ է Հայաստանում։ Հայաստանում ներկայումս իշխող քաղաքական ուժը, դրա առաջնորդը, նաև իրենց քաղաքականության հետևանքով հայտնվել են մի իրավիճակում, ներքին եւ արտաքին պետական մարտահրավերների հանդեպ մի իրավիճակում, որը կրկնեմ իրենց իսկ քաղաքականության հետևանք է, որտեղ այլևս չունեն որևէ այլ տարբերակ, քան իրենց կենսունակությունը փնտրել հանրային սրացումներ խթանելով, հանրային բևեռացվածություն խթանելով, իրավիճակը ծայրահեղությունների տանելով։ Եվ Դավիթ Մինասյանի այդ իրավիճակ, այդ դեպքը եկեղեցուն, երբ ամեն ինչ սկսվեց փաստացի Նիկոլ Փաշինյանի եկեղեցի մուտքից եւ եկեղեցու նրա վարքագծից, որը դե ֆակտո սադրիչ վարքագիծ էր, անկախ նրանից ինքը ուներ անմիջապես այդ պահին նման նպատակ թե ոչ։ Դա հենց խտացված դրսևորում է ինչպիսի իրավիճակ է Հայաստանում եւ վկայություն, որ Հայաստանում այլ իրավիճակ չի կարող լինել, եթե չլինի այլ իշխանություն։ Այլ իշխանությունը ամենևին չի նշանակում կախարդական փայտիկով ինչ-որ իշխանություն, որը գալու է եւ շատ արագ լուծելու է բոլոր հարցերը, Հայաստանը վերածելով ինչ-որ երաների մի տարածության եւ պետության։ Բացարձակապես։ Բայց մենք պետք է իրավիճակը դիտարկենք հենց այդ խորությամբ։ Մենք ուզում ենք փոխել այդ սրացումների, բևեռացվածության, ծայրահեղությունների վրա խաղալու քաղաքականությունը, թե ոչ։ Ես կարծում եմ դա փոխելը նվազագույն անհրաժեշտություն է Հայաստանի թե պետական, թե հանրային կենսունակության համար։ Ըստ այդմ այս դեպքը, կրկնեմ, պետք է լինի այդ խտացված օրինակը, ըստ որի պետք է հասարակությունը գնահատի իրավիճակը։ Այս 8 տարիների ընթացքում բազմաթիվ խայտառակ դեպքեր են գրանցվել, որոնց մասին մենք նույնիսկ չէինք կարող մտածել, որ հնարավոր է Հայաստանում այսպիսի դեպք։ Մի քանիսը նշենք, օրինակ, զոհված զինծառայողի ծնողին քաշքշելը Եռաբլուրում, օրինակ ցեղասպանության հուշահամալիրի քանդումը, հղի կնոջ վրա երթը, դպրոցականի կալանավորումը եւ հարվածը եւ պատասխանատվություն չկրելը, հենց այս կանանց ձերբակալումը, որի 2 ամսական երեխան սպասում էր, որ մայրը պետք է իրեն կաթ տա։ Այս դեպքերը հաշվի առնելով մենք կարող ենք օրինակ ենթադրել, որ իշխանությունը կոնկրետ Փաշինյանը ասում է. հույս չունենաք, որ ես ինչ-որ բանի առաջ կանգ եմ առնելու, այսինքն չկա որևէ կարմիր գիծ եւ անելու ենք ամենաանթույլատրելին։ Ես չեմ կարծում, թե Փաշինյանի գլխավոր մեսիջը դա է։ Ինչպես նշեցի, Փաշինյանը գործում է այն տրամաբանության շրջանակում, որը մնացել է իրեն որպես գործունեության շրջանակ։ Եվ մեսիջի ինչ-որ ցանկություն ունի թե ոչ, նա չունի անելու այլ բան։ Անելու այլ բանը դա իշխանությունից հեռանալն է, բայց որը գուցե շատ ավելի դժվար է, հաշվի առնելով նրա իշխանության քաղաքական եւ ոչ միայն քաղաքական բեռը, որ կուտակվել է այս ամենի հետևանքով, կրկնեմ, հենց իր իսկ գործունեության հետևանքով զգալիորեն, այդ իշխանությունից հեռանալ, այդ իշխանությունը թողնելը պահելուց գուցե շատ ավելի բարդ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակում է։ Չեմ կարծում, որ ինչ-որ առանձնապես մեսիջներ է փոխանցում հանրությանը, թե հույս չունենաք, ես կարող եմ կանգ առնել եւ այլն։ Այդ մեսիջների կարիքը իմ կարծիքով չկա։ Ինքը հիմա ունի կարիք կամ լուծել իշխանության բեռից ազատվելու հարցը, որը կրկնեմ շատ ավելի բարդ հարց է գուցե, քան իշխանություն պահելը, կամ լուծել իշխանություն պահելու հարցը։ Նա զբաղված է հենց դրանով։ Հիմա այստեղ խնդիրն այն է, թե ինչով է զբաղված նրան
մարտահրավեր նետած ընդդիմությունը, իշխանության հայտ ներկայացրած ընդդիմությունը եւ ինչով է զբաղված հասարակությունը որպես այդպիսին հանրային եւ քաղաքական կյանքի գնահատման իմաստով եւ արդյոք հասարակությունը, ինչպես նշեցի, պատկերացնում է, որ իրավիճակը պահանջում է փոփոխություն ելնելով հենց Փաշինյանի արկա իրավիճակից, շրջանակից, այն գործողությունների եւ գործունեության շրջանակից, որ մնացել է նրան։ Նա այլ բան չի կարող անել եւ չի անելու։ Հետևաբար, այստեղ շատ ավելի པարզ է դառնում հարցի պատասխանը։ Իսկ մենք, որպես հանրություն, ուզում ենք փոխել իրավիճակը, թե ոչ, եւ այդ իրավիճակը փոխելու հնարավորությունը ընտրությունն է։ Այստեղ ես պարբերաբար նշում եմ ամենևին լավի ու վատի, հայրենասերի կամ ոչ հայրենասերի հարց չէ։ Այստեղ շատ ավելի པարզ հարց է։ Մենք ուզում ենք ապրել եւ շարունակել ապրել այն մթնոլորտում, որն օրինակ Դավիթ Մինասյանի շուրջ էր, այդ խտացված օրինակը, որում մենք բոլորս ենք որպես հասարակություն եւ պետություն։ Թե մենք ուզում ենք փոխել մթնոլորտը եւ բացել մեզ համար այլ իրավիճակ ստեղծելու նոր տարածություն։ Այն փակ տարածությունը, որում հայտնվել է Փաշինյանը եւ որն ինքը բացարձակապես ի վիճակի չի լինելու բացել եւ չունի բացելու հնարավորություն, հասարակությունը ունի այդ հնարավորությունը ընտրության միջոցով բացել տարածություն եւ ստեղծել նոր իրավիճակ Հայաստանում։ Հետո արդեն տարբեր այլ հարցերից է կախված, թե հանրությունը, քաղաքական դերակատարները, տարբեր այլ խմբեր ինչպես կօգտագործեն այդ նոր իրավիճակը եւ նոր տարածությունը ավելին անելու համար։ Բայց հասարակության դեմ էլ շատ կոնկրետ աշխատանք է տարվում, ասելով դու պատմություն չունես, դու անգրագետ ես եւ այլն, այսինքն հասարակությունը նաեւ այդ ինքնավստահության ճգնաժամն է ունենում։ Ես չեմ կարող կամ իմ ձայնը որոշիչ չէ, ինչու գնամ ընտրություններին։ Այս խոսույթը միշտ է եղել, բայց հիմա առավել եւս շեշտը դրված է դրա վրա իշխանության կողմից։ Դուք չեք կարող բան փոխել, պետք չէ գնալ, մենք արդեն հաղթել ենք։ Իշխանությունը ունի իր գործունեության այդ շրջանակը եւ շարունակելու է այդտեղ, այսինքն ուրիշ բան իրենք չեն անելու։ Մեծ հաշվով, եթե ընտրական process է, հասկանալի է, որ ամեն կերպ փորձելու են այդ process-ում մնալ կենսունակ։ Իսկ այդ դեպքում ինչպես հանրությունը ինչպես է հանրության հետ աշխատում հասարակական քաղաքական մյուս սեկտորը, ինչ շեշտադրումներով, ինչ արդյունավետությամբ, ինչ հետևողականությամբ։ Այստեղ է խնդիրը եւ դրա համար նշում եմ, որ Փաշինյանը մեծ հաշվով գործում է իր պարտությունը, իր պարտված լինելը պատկերացնելով, հասարակությանը պարտված լինելը պատկերացնելով։ Այ երբ դուք նշում եք այդ ընդհուպ ինքնության, գիտակցության փոփոխությանն ուղղված քայլերը, դա գալիս է հենց պարտված լինելը գիտակցելուց, որովհետև հասկանում են, որ պարտվել են հանրությանը, պարտված են հանրությանը, հետեւաբար պետք է փոխել այդ հանրությանը, որովհետև երբ չի փոխվում, այդ հարաբերությունը շարունակում է մնալ, դու պարտված ես այդ հանրությանը։ Հիմա խնդիրը հետևյալն է, ընդդիմադիր ուժերը եւ հասարակական քաղաքական մյուս առաջատար խմբերը, նախաձեռնությունները եւ այլն կարողանում են թույլ չտալ փոխել հանրությանը, այլ հանրության հետ գալ համաձայնության իրավիճակը փոխելու հարցում։ Այս խնդիրն է լուծվում հիմա եւ ես տեսնում եմ, որ ընդդիմադիր ուժերը իհարկե առնվազն առաջնորդող ընդդիմադիր ուժերը զգալիորեն զբաղված են այս խնդիրը լուծելու աշխատանքով։ Իշխանության վարքագիծը նաեւ հուշում է, որ այս աշխատանքում տեսնում են որոշակի արդյունավետություն եւ դա մտահոգում է իրենց։ Պետք է պարզապես շարունակել այդ աշխատանքը, առավել մեծացնել դինամիկան եւ ընտրական process-ի ավարտին կարողանալ հասարակությանը առավելագույն մոտիվացիայով տանել ընտրատեղամաս այդ իրավիճակը փոխելու եւ տարածություն բացելու խնդիրը լուծելու համար։ Իշխանությունը անընդհատ օրակարգեր է ստեղծում եւ հիմնականում ընդդիմությունն էլ երբեմն ստիպված է լինում արձագանքել այդ ստեղծված օրակարգին։ Ազգային ժողովը բազմաթիվ օրենքներ է ընդունում, որոնց մասին նույնիսկ չի էլ լսվում, չի խոսվում, ուշադրություն չի դարձվում։ Օրինակ ընդունեց օրենք, որ պետք է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով արգելվի պատերազմի քարոզչությունը։ Ինչ է սա նշանակում։ Եթե մենք սա վերցանենք ավելի հասկանալի բառերի, այսինքն կարող է յուրաքանչյուր բառ, որը դիտարկվի որպես պատերազմի քարոզչություն, դա գրաքննվի։ Սա այն թելադրանքի շրջանակում է, որ Հայաստանի հանդեպ արում է Ադրբեջանը եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքականությունը ամբողջությամբ տեղավորվում է այդ թելադրանքի շրջանակում։ Եվ այս քայլերը չեն սահմանափակվելու, երբ օրինակ դուք կարդաք հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը, որը նախաստորագրված է եւ որը չի ստորագրվում Ադրբեջանի պահանջների եւ պայմանների բերումով, դուք այնտեղ կտեսնեք շատ հստակ պարամետրերը, որ սահմանված են նաև այդ հարցի վերաբերյալ։ Հայաստանին պարզապես թույլ չի տրվելու խոսել այն մասին, ինչը կարող է դուր չգալ Ադրբեջանին։ Եվ
Այդ խաղաղության պայմանագիր ասվածը բացարձակ խաղաղության մասին չէ, ցավոք սրտի շատ լավ կլիներ, եթե դա լիներ խաղաղության մասին։ Դա բացարձակ խաղաղության մասին չէ, այլ Հայաստանին Ադրբեջանի հարևանությամբ գոյություն ունենալու պարամետրեր փոխանցելը եւ ձեր նշած երևույթը այդ պարամետրերի շրջանակում է։ Եվ սա հերթականներից է, այնպես չէ, որ նորամուծություններ եւ միայն այս օրինակի շուրջ պետք է պատտվենք, անընդհատ ընդունվում են օրենքներ, նույնիսկ չզեկուցվող օրենքներ, որոնք հետագայում արդեն դառնում են գործողություններ։ Ընդհանուր քաղաքականությունը շարունակելու է մնալ այդ տիրույթում։ Ես դրա համար նշեցի, որ Նիկոլ Փաշինյանն ունի իր այս շրջանակը։ Դրանից ավելին ինքը անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարողանալու անել, որովհետև իր քաղաքական գործունեության հետևանքով եւ իր որդեգրած քաղաքական ուղենիշների եւ տրամաբանության բերումով ինքն իրեն այլևս սահմանափակել է հենց այդ շրջանակով։ Այլ բան նա անգամ կրկնեմ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող անել։ Վտանգները մեր հարևան կամ հարևան չէ թշնամի երկրներից, Ադրբեջանից եւ Թուրքիայից, կոնկրետ Ադրբեջանից մենք ամենօրյա ռեժիմով ստանում ենք։ Սակայն իշխանությունը հասարակության հենց վրա այնպես է աշխատում, որ կարծես թե պետք չէ ուշադրություն դարձնել, եթե իրենք ասում են Զանգեզուրի միջանցք, դուք հասկացեք թրիփ, այս տիպի ինչ-որ խոսակցություններ, բայց մենք ինչպես պետք է ավելի զարգացնենք հասարակության մեջ այն միգուցե բնազդ ասենք, որ ավելի ուշադիր լինի Ադրբեջանի խոսքերին, գործողություններին։ Օրինակ կազմակերպվել է Արևմտյան Ադրբեջան ցուցահանդես Ադրբեջանում եւ այնտեղ ներկայացված են Հայաստանի պատկերները։ Մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանի դիմում է միջազգային հանրությանը, ասում է դուք պետք է ճանաչեք, որ 18 թվականին հայերը ցեղասպանել են ադրբեջանցիներին, բայց մենք ասում ենք դե 15 թվականը ոչինչ, մենք չէ, իշխանությունը, Փաշինյանը։ 15 թվականինը ոչինչ, եղել է, մոռանանք եւ անցնենք առաջ։ Ինչպես մենք ավելի զարգացնենք այդ զգացողությունը, որ պետք է ուշադիր լինել վտանգներին Ադրբեջանի կողմից։ Իմ կարծիքով հասարակության բնազդները զարգացնելու կարիք չկա, մեր հանրությանը եթե ինչ-որ բան պահում է, ապա հենց բնազդն է, այսինքն այդ բնազդի շնորհիվ է, որ Հայաստանը դեռ կա։ Պետք է պարզապես հանրային գիտակցությունը ավելի այսպես ընդլայնել իրավիճակը պատկերացնելու իմաստով։ Մարդիկ շատ բաներ հենց բնազդի մակարդակով են ընկալում, բայց այդ բնազդը հանրային վարքագծի չի վերածվում, որովհետև կոնկրետ առարկայական պատկերացումների իմաստով նրանք բավարար չեն գնահատում իրավիճակը եւ խորացնելու դրա խորանալու հետևանքը։ Այս ուղղությամբ է պետք կատարել աշխատանքը, կրկնեմ, այստեղ նկատելի է, որ ընդդիմադիր ուժերը վերջին շրջանում կատարում են որոշակի արդյունավետ աշխատանք, բայց նաեւ ժամանակ է բաց թողնվել, այսինքն տևական ժամանակ ընդդիմությունը եւ հատկապես խորհրդարանական ընդդիմությունը խաղում էր սև-սպիտակի տրամաբանությամբ, այն տրամաբանությամբ, որ թելադրում էր իշխանությունը։ Եվ դա բաց թողնված ժամանակ էր հենց նույն հասարակության այդ աշխատանքի իմաստով։ Իհարկե կարելի է լրացնել այդ բաց թողնված ժամանակը եւ դրա հնարավորություն է նաեւ այն, որ հիմա նախընտրական process-ի այդ շրջանակում էական փոփոխություն է բերել նոր ուժի ներգրավումը, որը նախկինում, այսպես ասենք, չի եղել այդ քաղաքական սխեմաներով, նկատի ունեմ հենց Սամվել Կարապետյանի ուժը։ Սա էապես փոխում է իրավիճակը, տրամաբանությունը եւ լրացուցիչ դաշտ է ապահովում ընդհանրապես ամբողջ ընդդիմության աշխատանքի համար։ Եվ այդ դաշտը փոփոխությունը կարծես թե տեղի ունենում է հանրության այդ աշխատանքի իմաստով։ Սա ընդհանրապես պետք է շարունակել եւ հասարակությունը կարծում եմ միանգամայն ի վիճակի է պատկերացնել խնդիրները, երբ դրանք հանրամատչելի պարզ ներկայացվում են եւ ներկայացվում է, որ բուն հարցը ամենևին խաղաղության ռևանշը չէ, խաղաղության վերանայումը չէ, այլ խաղաղության որակի փոփոխությունը։ Այսինքն այն խաղաղությունը, որ հիմա է, դա խաղաղություն չէ հենց այն բերումով, որ բացարձակապես չկա որևէ բալանս, այդ թվում նաեւ կողմերի քաղաքականության որակի միջև, ոչ միայն պարզապես ուժերի, այլ հենց քաղաքականության որակի միջև։ Պետք է այդ որակը բարելավել եւ հիմա անդիմությունը սկսել է այդ տրամաբանությամբ խոսել հանրության հետ։ Դա լավ է եւ կարծում եմ դա թույլ է տալիս հուսալ, որ աշխատանքը կարող է բերել արդյունավետ ինչ-որ հանգրվանի։ Ընտրությունները հունիսի 7-ին են։ Մենք ունենք 1 ամիս գրեթե ավել պակաս ժամանակ եւ ընդդիմությունը նշեցիք, որ արդեն որոշ ժամանակ բաց է թողել, սակայն գործողություններ կատարելու է։ Ամեն դեպքում հաշվի առնելով ներկայիս իրավիճակը եւ հնարավոր երկելը, որոնք անկանխատեսելի են, բայց որոշ բաներ նույնիսկ կանխատեսելի են։ Ձեր կարծիքով ներկայիս իշխանության վերընտրվելը բացառելի է։ Բացարձակ, որևէ կերպ բացառելի չէ, այսինքն այստեղ ամեն ինչ կախված է կրկնեմ կողմերի աշխատանքից։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը թեկուզ իր
վարքագծի եւ գործունեության նեղ շրջանակի պայմաններում այդուհանդերձ շատ ինտենսիվ հետեւողական աշխատում է այդ ուղղությամբ եւ այդ աշխատանքի հարաբերակցությունն է ի վերջո որոշելու թե ինչպիսին կլինի արդյունքը։ Ես որևէ արդյունք չեմ բացառում, առավել եւս իշխանության վերընտրությունը, սա կախված է տարբեր պարամետրերից։ Նվազագույնը շատ կարեւոր է, որպեսզի հասարակությունը ակտիվ մասնակցի ընտրությանը։ Ինչու է կարեւոր։ Պասիվ կամ չմասնակցող հասարակությունը միևնույն է ազդում է ընտրության արդյունքի վրա։ Չմասնակցելով դու դարձյալ ազդում ես այդ ընտրության պատկերը ձևավորելուն։ Օրինակ, եթե մասնակցությունը քիչ է լինում, ակնհայտ է, որ իշխանության նվազ վարկանիշի տեսակարար կշիռը աճում է եւ հետեւաբար աճում է իշխանության վերընտրության հավանականությունը։ Սա մի օրինակ, թե ինչպես ընտրության չգնացողը այդուհանդերձ նպաստում է այդ ընտրության արդյունքին։ Հետեւաբար առավել ազնիվ է ուղղակի գնալ եւ հենց անմիջական քվեարկել թեկուզ իշխանության օգտին, բայց դա կրկնեմ կլինի ազնիվ թե իրենց հանդեպ, թե հենց հասարակության, իրենց հարևանների, ընկերների եւ մյուսների հանդեպ։ Եթե մարդը չգնալով նպաստում է արդյունքի ձևավորմանը, ապա թող պատասխանատվություն ստանձնի եւ գնա քվեարկի այնպես ինչպես ուզում է։ Եթե չի ուզում փոփոխություն, ինչը չգնացողի վարքագծի, փաստացի նույնական ինչ որ պատկեր է։ Այդ դեպքում գնա եւ քվեարկիր իշխանության օգտին, բայց գնա եւ քվեարկիր, եւ ոչ թե այսպես վերամբարձ պատկերացումով ասեն թե մեր քիմքին կամ ճաշակին բավարարող ուժ չկա եւ մենք այս ընտրական process-ը մեզ արժանի չենք համարում, որ գնանք ընտրատեղամաս։ Ես կարծում եմ դա անազնիվ մոտեցում է եւ մարդիկ առնվազն հենց քաղաքացիական ազնվությունից եւ պատասխանատվությունից ելնելով պետք է մասնակցեն ընտրությանը։ Մնացյալը արդեն յուրաքանչյուրը իհարկե թող գնահատի թե այդ մասնակցության ինչ պարամետրերով է չափում կամ դատում մասնակից այդ հայտ ներկայացնող ուժերին։ Շնորհակալություն, պարոն Բադալյան։ Ես եմ շնորհակալ։ Եթերում ուղիղ խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։